Բաքվի ռազմական դատարանն այսօր որոշեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս հայ գերիների կեղծ դատավճիռները։ Ցմահ 20 տարի եւ 10-ից ավելի տարիներ։ Ադրբեջանական կողմը հրապարակեց ազատազրկման ժամկետները։ Ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանն ու Դավիթ Բաբայանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Բաքվում պահվող հայ գերիներ Մադադ Բաբայանն ու Մելիքսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա, իսկ Դավիթ Ալավերդյանը 16 տարվա ազատազրկման։ 15 տարով ազատազրկվեցին Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը եւ Վասիլի Բեգլարյանը։ Գարիկ Մարտիրոսյանը դատապարտվեց 18 տարվա բանտարկության։ Բաքվում ընթացող ապօրինի դատավարություններին զուգահեռ այսօր Երևանում ազգային ժողովի շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ հավաքվածները պահանջում էին ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին եւ Բաքվում պահվող հայրենակիցներին։ Ակցիան համընկել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլաերթի ազգային ժողով այցի հետ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։